2016 թվականը մոտենում է արդեն իր ավարտին, իր հետ տանելով այն բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել մեր շրջանում, դրանք են ինչպես շինարարական աշխատանքները, այնպես էլ այլ ասպարեզներում կատարված բարեփոխումները։ Այս ամենի մասին այսօր Նինոց Մինդայի վարչության շենքում տեղի Բերադասի եւ Վրաստանի խորհրդարանի մեծամասնական եւ համամասնական падգամավորներ Հենզել Մկոյանի եւ Սամվել Մանուկյանի կողմից ամփոփվեցին ամբողջ տարվա կատարված աշխատանքների արդյունքները։ Պարլամենտը շատ ակտիվ է այս աշխատանքը։ Ուրեմն այս մեր Պարլամենտի նիստերը Քութայիսում, Թիֆլիսում, կոմիտեի նիստերն ու ֆրակցիայի նիստերն են տեղի ունենում, երևի հեռուստատեսությունով բոլորը տեսել եք, շատ ակտիվ է մեր падգամավորները ակտիվ են այս աշխատանքը, դա շատ լավ է, ուրախանալի է։ Ուրեմն ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել առաջի հերթին նրա համար, որ մենք Նինոց Մինդան ու Ախալքալակը որպես բարձրալեռ գոտի, եթե առաջ մենք գիտեինք, թե տոկոսներով ինչ-որ շրջաններ մեզնից բարձր են, վերջերս ինքը վարչապետը մեզ շնորհավորեց, որ մենք առաջի տեղն ենք, որովհետև ոչ մի շրջան, դուք գիտեք, որ բոլոր շրջանները այս անգամ 73 օկրուգներ ունեին 50,000 ձեն, ու նրանցից ոչ մեկը 17,000 ձեն առաջի այս ամսուղի օրով չեն հավաքել, մենք ենք մենակ Նինոց Մինդան ու Ախալքալակը, որ 17,000 ձեն ենք հավաքել, դրա համար ես բոլորիցս շնորհակալ եմ։ Հիմնական հարցերը որոշում է ոչ թե պարլամենտը, այլ պարլամենտի մեծամասնական падգամավորը ու մյուս падգամավորները կուսակցության կողմից, սա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ ժողովուրդը պետք է մեզնից պահանջի, որովհետև ժողովուրդը 17,000 ձեն է տվել, իսկ մենք պետք է պահանջենք մեր սահմանադրության համաձայն տեղական իշխանություններից եւ կենտրոնական իշխանություններից։ Ուրեմն մեծամասնական падգամավորը սահմանադրությունով պետք է պահանջի, որ ժողովրդի խնդրանքը, ժողովրդի խնդիրները հասնեն տեղ։ Շուտով մենք կունենանք բյուրոն կբացվի, այդ պարլամենտի աշխատանքները արդեն որոշվի, թե գրաֆիկ ավելի ճիշտ արդեն գալի այն ձևի, որ ժամանակ ունենանք, ինչպես առաջ, ինչպես վերջի 17 տարի, հիմա էլ մենք անպայման ամեն տարի, ամեն ամիս պետք է ընդունելություններ կատարենք, ժողովրդին լսենք, խնդիրները լսենք, հետո պահանջենք մեր մունիցիպալիտետից եւ տեղական իշխանություններից։ Եթե համեմատենք անցած տարիների հետ, ապա կարող ենք ասել, որ Նինոց Մինդայի շրջանը իր գյուղերով շատ է փոխվել ինչպես սոցիալապես, այնպես էլ ենթակառույցների տեսակետից։ Այս տարի շրջանի շինաշխատանքների համար ընդհանուրը հատկացվել էր 4,955,287 լարի գումար, որը ծախսվել է ճանապարհաշինության, ասֆալտապատման, ջրագծերի եւ կոյուղների վերակառուցման, արարողության տների կառուցման եւ վերանորոգման, գիշերային լուսավորությանը եւ այլ աշխատանքների վրա։ Այս ամենը ներկայացրեց վարչության պետ Գագիկ Կարսլյանը։ Նորից մի հատ ուրախալի լուր նույն ձևով մոտ 3 լուծվավ, ասենք, լրացիչ ֆինանսավորում, էլի մեր դեպուտատի աջակցությամբ եւ մեջնորությամբ, որոնք Վրաստանի կառավարության կողմից, Գանգյոբայի աշխատակիցները երևի դուք էլ մեծ մասամբ տեղյակ եք, որ մոտ 1,700,000 լարի արժեքով ռեգիոնալ զարգացման մինիստրությունը գումար էր հատկացնում, որը մենք հիմնականում ուղղում էինք ասֆալտապատման աշխատանքներին։ Այս պահի դերությամբ այդ գումարը ավելացել է ևս 3 միլիոնով։ Ուրեմն 2016 թվականի Նինոց Մինդայի մունիցիպալիտետի բյուջեն կազմել է 8,688,000 լար։ Հիմնականում սրանք կազմում են մեր եկամտային մասը, հավասարեցնող տրանսֆերները եւ տարբեր շինարարությունների համար հատկացված գումարները։ 2,898,000 կազմում է Նինոց Մինդայի մունիցիպալիտետի համար հատկացվող հավասարեցնող տրանսֆերը, մոտ 1,898,000 լար կազմում է մեր տեղական եկամուտները, որոնք պետք է նշեմ, որ տարեստարի ավելանում են, որովհետև 2013 թվականի երբ սկսեց աշխատանքային գործունեությունը Նինոց Մինդայի մունիցիպալիտետում առնվազն 650,000 էր։ 14 թվականին դարձավ
850,000, այնպես որ կամաց արդեն մենք 2017 թվականին մեր եկամտային մասը կառավարության կողմից, այլ կերպ ասած եւ ասեմ խազնային ասում գանձարանի կողմից, ֆինանսների մինիստրության կողմից հասվել է 2.320.000-ի սահմաններին։ Այնպես որ սրանք տեղական եկամուտների մասին է խոսքս, որը մունիցիպալիտետը իր տարածքի կարող է, ասենք, այդ կարգի գումարներ հավաքել։ Ուրեմն 1.700.000 լար, որը հիմնականում ռեգիոնալ մինիստրությունն էր տրամադրել մեզ տարբեր աշխատանքների համար, բայց բնական է մեզ մոտ մենք բոլորս էլ գիտենք, որ մեր ճանապարհները եւ փողոցները բավականին վատթար վիճակում են եւ բոլոր այդ ֆինանսական օգնությունները կամ ներարկումները, որոնք որ մենք ստանում ենք կառավարությունից, մեծ մասամբ ցկտում ենք, որպեսզի ծախսենք ճանապարհների եւ փողոցների վրա եւ դրանից ելնելով Երևանյան փողոցը, Էրզրումյան, Շահումյան, Արագյալ, Հեշտիա փողոցները մենք բավականին կարգի բերել ենք կամաց այս գումարները ավելացնելով կարողանալու ենք վերջնականապես մի 2-3 տարվա ընթացքում սա հասնենք մինիմումի։ Ուրեմն 572,000 լար մենք նորից ստացել ենք ռեգիոնալ զարգացման մինիստրությունից, որը հիմնականում ուղղվել է գյուղի աջակցության ծրագրին եւ այդ աշխատանքները, որոնք իրենց մեջ ներբարբակել են այդ գումարների տեսքով, սրանք կատարվել են գյուղացիների տարբեր տարածքային միավորումներում մեր աշխատակիցները, ներկայացուցիչների հետ, տեղական դեպուտատների, պատգամավորների հետ հանդիպումներ են ունեցել գյուղերում, բնակչության հետ եւ այդ գումարները ծախսվել է հիմնականում տվյալ տարածքում գյուղացիների կամ բնակիչների ցանկության համաձայն, որոնց մեջ մտնում էին եւ գերեզմանների պարիսպապատումը, դրանց մեջ մտնել են ծիսակատարությունների շենքերի վերանորոգումը, մանկապարտեզների շինարարությունը, կրտոր ջրերի հեռացման համար կանալների շինարարությունը եւ տարբեր բնույթի աշխատանքներ, որոնք գիշերային լուսավորության կարգավորում, տարբեր բնույթի աշխատանքներ, որոնք որ հիմնականում կատարվել են մեր բնակչության ցանկություններով։ Մենք այս տարի եւս մունիցիպալ տեղական բյուջեից մոտ 1.800.000 լարի չափով նորից գումարներ էինք հատկացրել տարբեր բնույթի աշխատանքների համար, դրանք են կամուրջների վերանորոգում, ծիսակատարության շենքերի վերանորոգում, պետք է նշեմ, որ հարգելի դեպուտատներ, ուրեմն այս ծիսակատարությունների շենքերի վերակատարող ծախսերը պետության կողմից կարող է 17-18 թվականին ու 17-ի մի կերպ համաձայնել են, բայց 18 թվականին արդեն այլևս արգելում են չեն թույլ տալիս, որպեսզի ծիսակատարությունը շենքերի վրա գումարներ ծախսեն։ Սա նրանք տալիս են մասնավորին, որպեսզի ինչ-որ ձևով խրախուսանք լինի եւ մասնավոր սեկտորում բիզնեսի զարգացման տեսակետ լինի։ Չնայած որ ասենք այս 17 թվականի բյուջեի 16-ի մեջ մենք բավական գումարներ ունենք այդ կարգի աշխատանքներն իրականացնելու համար։ Դրանք կապված ծիսակատարությունների շենք ասեցինք, նորից գիշերային լուսավորություններ, նորից մանկապարտեզների շինարարություն, գիշերային լուսավորություն, պետք է ասեմ, որ 7-8 գյուղը եւս նորից միացվել է գիշերային լուսավորություն, այնպես որ Նոցմինդան քաղաքը գումարած 17 գյուղ ներառյալ արդեն ունենք գիշերային լուսավորություն, այնպես որ սա ես կարծում եմ կարելի է շնորհավորել մեզ, որովհետև մենք ոչ միայն քաղաքում, չնայած քաղաքում են կամ մի քանի փողոցներ, որոնք որոշակի բացեր ունենք, բայց ամեն դեպքում հասել ենք այն բանի, որ գյուղերի մեծ մասը արդեն գիշերային լուսավորությունով ապահովված է։ Շինարարական աշխատանքները 5 միլիոնի նախագծային աշխատանքները հաստատվի այդ գումարը 250,000 լար 5%-ի չափով մենք պետք է մասնակցենք այդ աշխատանքներին, դրան գումարած մինիստրության կողմից ենթակառուցվածքների զարգացման ունենք 2 մեքենա, 7 գումարած 1 խորանար մետր ծավալի մեքենա, ուրեմն երկկամրջակով եւ մեկ կամրջակով մեքենաներ են մեր ունեցածի նման, մոտավորապես 152,000 եվրոյին կազմում, դրան գումարած 100 կոնտեյները, պետք է ասեմ, որ դրանից 20
1000-ի չափով 1000-ի չափով եվրոյի նկատիվներ պետությունը գրանտ է տալիս մեզ, իսկ մենք 137,000-ի չափով պետք է ֆինանսավորենք 2 մեքենա եւ 100 կոնտեյներներ, որոնք տոննանոց կոնտեյներներ են ձեռք բերելու համար։ Այնպես որ մենք մոտ 500,000 լար տեղական բյուջեից գումար կունենանք, որպեսզի եկող տարին եւս տեղական բյուջեից կարողանանք ներդրումներ անել մունիցիպալիտետում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։ Պետք է նաև երկու խոսք ասեմ մեր կուլտուրայի, սպորտի եւ գենդերային հավասարության ծառայության մասին, այնտեղ ակտիվ աշխատանքներ իրականացվում են։ Դեռ սպորտի բնագավառում այս տարի բավականին մեծ հաջողություններ ունենք, մոտ 7 ոսկե մեդալ են ձեռք բերել միայն ազատամշամարտի մեջ, ոճում, 2 ունենք դահուկավազքում, եւ պետք է ասեմ, որ մեր մունիցիպալիտետի երեխաները ինչպես անցած տարի այս տարի եւս մասնակցել են էտալոն այդ նախագծին, սոցիալական հերթական նախագծին, դրան գումարած երաժշտական դպրոցը բավականին մեծ հաջողություններով հանդես եկել Վրաստանի տարբեր ռեգիոններում, մինչև Գրանպրի կոնկուրսներում լավագույն մրցանակ են շահել մեր դողալահարները, ինչպես նաև Հայաստանում։ Ընթացիկ հանդիպման ընթացքում Վրաստանի խորհրդանի պատգամավոր Հենզել Մկոյանը ներկայացրեց այն նոր ծրագրերի մասին, որոնք իրականացվելու են 2017 թվականին։ Խոսվեց նաև այն հարցերի շուրջ, որոնք այսօր անհանգստություն է պատճառում շրջանի յուրաքանչյուր բնակիչի։ Ես վերջերս տեղյակ եմ ձեր ուրեմն հոգսերին, գիտեմ որ կարտոֆիլը այս տարի շատ է եղել, ու այդ կարտոֆիլի հարցերով ինձ շատ են զանգել, եկել մոտեցել են, նույնիսկ տուն են եկել, որ այ կարտոֆիլը շատ է, գինը շատ ցածր է, չի վաճառում։ Եթե դուք հիշում եք, այս վերջերս նախքան ընտրությունները մեր գյուղմինիստրը գտնվում էր այստեղ, նրան այդ խնդրը բարձրացրինք։ Բայց ես ուրեմն մի շաբաթ առաջ պատգամավորական ուրեմն խնդրանքով բոլորը մանրամասնորեն գրել են մեր վարչապետին, որպեսզի դրությունը այսպես է, կարտոֆիլը շատ է, գինը ցածր է, ժողովրդի վիճակը կատաստրոֆիկ է։ Էլ որ առաջ խոսել եմ նորից վարչապետի հետ, հեռախոսով նույն թեման, ու ինչպես գիտեմ արդեն մի քիչ գինը բարձրացել է, ճիշտ է։ Բացի դրանից, ուրեմն փակել են, որ գիտենաք, Թուրքիայից գալով ինչքան կարտոշկա, որ մտնում է ճանապարհը փակ է, կարտոշկա ոչ մի կիլոգրամ Թուրքիայից չի մտնում, նույնիսկ Հայաստանից ուրեմն ճանապարհը փակել են, Հայաստանից չի մտնում։ Ամեն ինչ անում է մեր պետությունը, մեր վարչապետը, որին ես շատ եմ սիրում, հարգում, որովհետև ինքը իմ 17 տարվա ընկերս է, մեր ժողովրդի հոգսերը, որպեսզի լավանա, ժողովուրդը մեզից լինի կողմ։ Այս ամենից դուրս մեծ անհանգստություն կա այսօր բոլոր այն աշխատողների մեջ, ովքեր աշխատավարձ են ստանում տեղական կամ պետական բյուջեից, որտեղ մեծ հետ հարցազրույցում Հենզել Մկոյանը հավաստիացրեց, որ այս ամենը, որը կապված է յուրաքանչյուրից աշխատավարձի հետ, դա կարելի է համարել ժամանակավոր, մինչև որ կառավարությունը կկարգավորի պետական բյուջեի եղած խնդիրները, այնուհետև համոզված եմ, որ ցանկացած աշխատողի աշխատավարձը կբարձրանա։ Դուք գիտեք, որ վերջերս ամիսը մենք պարոն Մանուկյանի հետ մասնակցում ենք ուրեմն պարլամենտական աշխատանքներին հիմնական հարցը ուրեմն դուք գիտեք, որ նշանակեցինք պարլամենտի նախագահ, որովհետև սահմանադրությունով առաջինը պարլամենտի նախագահն է նշանակվում մեծամասնությունով, հետո նշանակվեցին ուրեմն տեղակալները, կոմիտեի նախագահները, ֆրակցիայի նախագահները ու պարլամենտը, ձեզ ասեմ, ամեն օր աշխատում էր առավոտ ժամը 10-ից երեկոյան մինչև ժամը 9։ Հիմա արդեն դրանից հետո դուք գիտեք, որ նշանակվեց մեր իշխանությունները, կենտրոնական պրեմիեր-մինիստրը, մինիստրները, ու արդեն հարցը եկավ, մյուս գլխավոր հարցը եկավ բյուջեի։ Բյուջեի մոմենտով ես ու Մանուկյանը բոլոր կոմիտեի նիստերին, ֆրակցիայի նիստերին այդ հարցը բարձրացրել ենք, ու ես ինչքան գիտեմ, արդեն 6 տարի, 17 թվականին Նինոսմինդա Խալկալակ ավելի շատ պետք է մենք շինարարություններ կատարենք, դա ճանապարհ է, դա ասֆալտապատում է, դա ջրատար է ու տարբեր աշխատանքներ են։ Դուք պետք է տեսնեք ձեր աչքերով։ Ուրեմն մյուս հարցը
սա վերաբերում է բիզնեսմեններին, ամսու 1-ից, հունվարի 1-ից, դուք գիտեք, որ էստոնական այս օրենքը մտնում է ուժի մեջ, սա ինչ է նշանակում, սա նշանակում է, որ այն հիմնական նալոգը, որ մինչև 15% պլյուս 5%, 20%, որ ասենք մուծվում էր պետության, այդ նալոգը բիզնեսմենը չի մուծել։ Դրա համար ուրեմն $500,000 ավել բյուջետը ճեղքվածք է առաջանում, բայց դա շատ ժամանակավոր է այդ ճեղքվածքը լինելու է ընդամենը 1 տարի, որովհետև դրանից հետո 400,000 աշխատատեղ նոր կստեղծվի, ինչի։ Օրինակ իմ մոդիկ ընկերները, որոնք ունեն բիզնես մեծ, որովհետև այդ փողը իրանք պետությանը չեն տալիս, տուն էլ եթե տանեն, պետք է 20% մուծեն, որ տուն տանեն, որովհետև տուն չտանեն, նորից ներդրումներ կանեն, ներդրում ասենք աշխատանքներ տեղեր կբացվի ու աշխատատեղեր ուրեմն առաջանա, արդեն ես շատ մոտ ընկերներ ունեմ, որոնք արդեն տարբեր ծրագրեր ունեն, որովհետև այս տարի բիզնեսները իրանց մեծացնեն, աշխատանքները բացվի, շինարարություններ կատարվի, որ հիմնական այդ միտքը հասկանա, եթե բիզնեսմեններ կան, ամսու 1-ից հետո այդ շահույթի, չէ, շահույթը պրիբիլ, շահույթի այդ ուրեմն նալոգը պետք է չմուծեն, վերջացած է։ Դա այս ամեն ինչը մեր վարչապետի ուրեմն մտածածն է, որովհետև սա պետության համար իսկապես շատ լավ կլինի, ես այդ արդեն լրիվությամբ հասկացել եմ, առաջի տարին կարող է մի քիչ դժվար լինի, որովհետև բյուջետի մեջ ճեղքված կլինի, բայց տեղեկանալիստները հասկանում են ես ինչ եմ ասում։ Հետո այդ աշխատատեղերը, որ կշատանան, այդ մարդիկ արդեն որ կսկսեն կառուցել, իրենց բիզնեսները ուրեմն զարգացնել, պետությունը այդ 500,000 կորուստի տեղը 5 միլիարդից ավել ուրեմն շահույթ կունենա։ Այդ հիմնական հարցն է։ Ուրեմն բարձրացնել գոտին, դուք գիտեք, որ մենք ժամանակին նախքան ընտրությունները շատ մեծ աշխատանք ենք կատարել, ու այսօր մեր ուսուցիչները, բժիշկները ուրեմն ազատվել են, ավել աշխատավարձ են ստանում, բայց մենք պետք է այս աշխատանքը, ես այսօր հենց առավոտ ժամը 10-ին ինձ զանգեցին, թե դուք մոտակա ժամանակներս մի 2 ամսվա մեջ ինչ հարց եք ուզում բարձրացնել պարլամենտում։ Ես ասեցի գրեցեք բարձրացնել գոտու ուրեմն հարցը, բայց շարունակությունը, որպեսզի ոչ թե մենակ ուսուցիչներն ու բժիշկները ստանան այդ ավել աշխատավարձը ստանան եւ վերադառնի աշխատավորները, որտեղ մանկապարտեզի մյուս մեր իրավաբան բոլոր այդ աշխատողները, որ մեր բյուջեի վրա են, նրանց աշխատավարձներ բարձրանա, բլուս ես բարձրացրի, որպեսզի ուրեմն անպայման բազմազավակ ընտանիքներն էլ այդ ուրեմն օրենքից օգտվեն։ Ուրեմն աքսիզի մոմենտը ուզում եմ ձեզ ասել, ամսու 1-ից երևի լսել եք արդեն, որպեսզի ժողովրդի մեջ խուճապ չառաջանա, աքսիզը ուրեմն պետք է հենց էստոնական օրենքի հետ կապնված ու շատ փոփոխություններ չի լինի, ժողովրդի մեջ ես լսել եմ բողոքում են, թե մեքենաների գները կթանկանա, եսի շատ քիչ կթանկանա, ասենք մեր նոր մեքենա եթե առնես առաջ ռաստամոշկի պետք է տայր 5,000, հիմա դաս 7,000, հիմա այդ $80,000 տվող մարդուն համար 2,000 եթե ավել լարի դա այդ հակա չգա, աստղակ չէ սկսեմ ժողով, նույնը ասենք սիգարետին է, 60 թեթրի սիգարետի գինը կբարձանա, բայց ուրիշ տարբերակ չկա, պետք է անպայման բարձանա, որ ասենք փոշակներում չարդե, աշխատավարձերում չարդե, մինչև այս էստոնական օրենքը լրիվ ուժի մեջ պետք է, բայց մի տարի հետո այս ամեն ինչը կվերանա։ Գիտեք ինչ է, հələ այս լրիվ այդ հարցը չի որոշված, բայց քանի որ հիմա մենք այս էստոնական օրենքը հունվարի 1-ից մտնում է ուժի մեջ ու արդեն բիզնեսմենները այդ 15% շահույթի հարգը չեն մուծելու, $600 միլիոն ճեղքվածք է առաջանում, դրա համար
ուրեմն պետք չէ ուրեմն որ մարդիկ ուսադվեն, դա շատ ժամանակավոր մի քանի ամսի ուրեմն պատմություն կունենա, որովհետև մյուս կողմից դա մեր դες չեմ ասում Նինոս Մինդայի ախալկալակի բիզնեսմենները, ամբողջ Վրաստանի բիզնեսմենները, ինվեստորները, եթե այդ ուրեմն իրանց շահույթը հարգը իրանք տուն տանեն, անպայման պետք է 20% մուծեն պետությանը, որ տուն տանեն, որ իրանք ձեռ չի տա, իրանք ուզած չուզած դա, ուրեմն կդնեն ներդրումներ կանեն, բիզնեսը կմեծացնեն, շատացնեն, այդ ժամանակ նորից կառաջանան աշխատատեղեր ու դա ավելի շատ 10 անգամ ավելի մեծ օգուտ կտա, քան վնաս։ Այդ 10%-ի հարգը դա ժամանակավոր մոմենտ է ու մի անգամ երևի դա լինի, դրանից հետո նավարոտ մեր աշխատավարձները կբարձրանան ու պլյուս դրան ես չգիտեմ այդ փոքր աշխատավարձ առնողներին դա չի վերաբերվում։ Ցանկացած շինարարական աշխատանք, որը կատարվել է Նինոց Մինդայի մունիցիպալիտետում, մեր հեռուստաընկերության կողմից միշտ էլ ցուցադրվել է։ Եվ ակնհայտ է, որ այս տարի մեծ չափով աշխատանքներ են իրականացվել տարածաշրջանային հիմնադրամի, գյուղի զարգացման ծրագրի եւ տեղական բյուջեի կողմից, որը падգամավորը գնահատեց շատ բարձր։ Հանդիպումը անցավ շատ ջերմ, լավ, ուրեմն ես բացատրեցի այն բոլոր աշխատանքները, որ ես կատարել եմ, հանդիպումները, ինչպես մենք ուրեմն ընտրել ենք նոր մեր պարլամենտի նախագահին, կոմիտեի նախագահներին, ֆրակցիաների, հետո մեր կառավարությանն ենք հաստատել, վարչապետին, մեր նախարարներին, դրանից հետո հիմա բյուջետի աշխատանքներն է գնում շատ ուրեմն տեմպերով, ես ասացի, որ այդ բյուջեի մեջ մենք շատ մեծ աշխատանք ենք կատարել, որպեսզի մեր բյուջեն շատանա, դուք լսեցիք, որ այս տարի ասֆալտապատում է մինչև 11 կիլոմետր, մյուս տարի պետք է հասնի, ջրադարները պետք է վերանորոգվի։ Հիմնական այդ աշխատանքները, այդ հարցերն էր, որ ժողովրդի հետ հանդիպեցինք, լսեցինք նրանց հոգսերը, խնդիրները, բոլորը գրի առանք, որպեսզի դրանց լուծում տանք։ Պարոն Մակոյան, իսկ դուք ընդհանուր 2016 թվականում կատարված աշխատանքների խոսքը նաև շինարարական աշխատանքներից, այսօր ձեզ գոհացնում է բոլորը։ Այո, գոհացնում է։ Ես ձեզ ուզում եմ ասել, որ ոչ թե ամբողջ Վրաստանի մեջ, մեր ուրեմն գուբերնիայում, վեց շրջանների մեջ Նինոց Մինդան առաջի տեղն է, շատ հետաքրքիր մոմենտ է, մեր մոտ ցուրտ տեղ է, օրենքով պետք է շատ աշխատանքներ չհասցնեին կատարել, բայց ասենք Ախալկալակում, ասենք Ասպինձայում ավելի շատ աշխատանքներ մնացել են կիսատ, որ կատարվեն 17 թվականին, քան թե մեր շրջանում։ Ես գտնում եմ, որ աշխատանքները շինարարական կատարվել է դրական։ Պետք է նշել, որ ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի մեր շրջանը տարածաշրջանի մասշտաբով որպես պարտաճանաչ եւ ակտիվ շրջան գտնվում է առաջին դիրքում։ Եվ ինչպես հավաստիացրեցին տեղի վերադաս, այսքանով չէ, որ մենք պետք է եզրափակվենք։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք 2017 թվականում, ու բոլորս միասին պետք է ավելի զարգացնենք մեր սոցիալ-տնտեսական վիճակը։